Արդեն 34-րդ անգամ Արարատ բանկն իրականացրեց բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, ներկայացնելով անցած տարվա ընթացքում կատարած ֆինանսական ու սոցիալական, երկրի տնտեսական վիճակն ու մարդկանց կյանքի որակը բարելավող աշխատանքը։ Արձանագրվեց 2024-ին բանկն ամրապնդել է իր դիրքը որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն։ Իրականում մենք ունենք շնորհավորելու առիթ, եւ շնորհավորելու առիթը ոչ միայն ֆինանսական ցուցանիշների տպավորիչ լինելն է, այլ նաեւ թիմային աշխատանքը, որը տարեստարի Արարատ բանկում ավելի լավ ավանդույթներ է ձևավորում եւ շատ հետաքրքիր է, որ այսօր մենք շնորհավորում ենք մեր ընկերոջը ներգործընկերոջը թող ունենալու կապակցությամբ եւ Արարատ բանկի թիմի գաղափարախոսության մեջ հենց անհատի, լավ ընտանիքի, ազգային մտածելակերպ ունեցող մարդու եւ վաղվա մեր բոլոր խնդիրները լուծող մարդու ձևավորման խնդիրը ավելի բարձր է դրված, քան ենթադրենք ֆինանսական ցուցանիշների մի փոքր կամ ավել կամ պակաս լինի։ Իսկ ֆինանսական ցուցանիշներն այնուամենայնիվ բարձր են։ 2024-ի տարեկան արդյունքներով բանկի ակտիվները կազմել են շուրջ 420 միլիարդ դրամ, նախորդ տարվա համեմատ գրեթե 16 միլիարդ դրամով ավելի։ Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52%-ը նախորդ տարվա 49.7-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27.5%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդները 53.9%-ով։ 2024-ի վերջի դրությամբ բանկի սեփական կապիտալը կազմել է 69 միլիարդ 830 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.7%-ով։ Մեծ ուրախությամբ կարողանում ենք հաշվետու ժամանակահատվածներում արձանագրել, որ մեր մարտահրավերներին դիմակայել ենք, արդյունքներ են գեներացրել եւ կարողացել ենք նաեւ բովանդակային առումով շատ արդյունքներ ունենալ։ Պլանային բոլոր առաջադրանքները կատարվել է 100%-ով եւ ավել, բայց մենք արդեն վերջի տարիներին ավելի շատ ուրախանում ենք բոլոր այն սոցիալական ծրագրերով, որոնք որ մեզ հաջողում է իրականացնել մի շարք ազգանվեր աշխատանք տանող կառույցների հետ եւ իրականում ողջավորությունը հենց սոցիալական ծրագրեր իրականացնելու մեջ է։ Մեր երկրի համար ֆինանսական ցուցանիշներն այլևս ամենակարևորը չեն, կարծում է Մհեր Անանյանը։ Մարդկային բարձր որակներ, վաղվա նկատմամբ հավատ ունեցող սերնդի կրթման, արժանապատվության բարձր զգացումով քաղաքացիներ կրթելու հետ կապված ծրագրեր իրականացնելը Արարատ բանկի առաջնային ուղղություններից է։ 2024 թվականին մեր սոցիալական ծրագրերի պորտֆելը ներառել է կրթական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական ձեռնարկատիրության եւ մշակութային նախաձեռնություններ եւ պետք է ասեմ, որ մոտ 50%-ը պորտֆելի կրթական բաղադրիչ է պահանջում, այսինքն մեր կրթական ծրագրերն են, իսկ մնացած 50%-ը բաշխվել է արդեն ըստ ներդրումների ծավալի մշակութային, առողջապահական, բնապահպանական եւ սոցիալական ձեռնարկատիրական ուղղությունները։ Գեղարքունիքի մարզի փոքր Մասրիկ գյուղի դպրոցի երեխաները մնացել էին առանց ֆիզիկայի ուսուցչի։ Արարատ բանկը ստանձնեց նոր ուսուցչուհու Զարինեի երկամյա ֆինանսավորումը, պաշտպանելով երեխաների կրթության իրավունքը։ 2024 թվականին Արարատ բանկի անմիջական աջակցությամբ Մատենադարանում տեղի ունեցավ պատմական իրադարձություն։ Հիմնվեց ձեռագրերի կենսաքիմիական լաբորատորիան, որի շնորհիվ թռիչքային զարգացում ապրեց վերականգնման ոլորտը։ Գալիք տարում Գեղամավանում 100 հեկտար անտառային տարածք ստեղծելու նպատակ կա։ Դե եթե նպատակը կա, ուրեմն բանկը պատրաստ է կանգնել բնապահպանական խնդիրներ լուծող նախաձեռնության թիկունքին։ Այսպես բանկի աշխատակիցները ներկայացնում են տեսահաշվետվություն բանկի իրականացրած տասնյակից ավելի սոցիալական ծրագրերի մասին։ Բանկը գործընկերային հարաբերություններ զարգացնելու նոր նշաձող է սահմանում, ասում են գործընկերները։ Արարատ բանկը այսօր իրավամբ համարվում է Մատենադարանի կարևորագույն գործընկերներից մեկը։ Աշխարհում գրավոր ժառանգության վերականգնման ոլորտը փոխակերպվում է շատ արագ են մուտք գործում նորագույն տեխնոլոգիաները եւ Արարատ բանկի աջակցությամբ ձեռագրերի կենսաքիմիական լաբորատորիայի ստեղծումը ուղղակի ապահովում է թռիչքաձև զարգացում այս ոլորտի համար եւ երբեք ոչ մի աջակցության պարագայում մենք չենք ընկալել սա իբրև աջակցություն, իրենք թույլ չեն տալիս սա ընկալել իբրև աջակցություն եւ այն մակարդակը սոցիալական պատասխանատվության այն խորքային գիտակցումը, որ ցուցաբերում են մեր գործընկերները, Արարատ բանկի ղեկավարությունը, հոգաբարձուների խորհուրդը
գործադիր մարմինը, սա ուղղակի հովանավորությունը, գործընկերությունը դնում է բոլորովին այլ մակարդակի վրա։ Տարեկան ընդհանուր ժողովն ու արված աշխատանքի բարձրաձայնումը նաև գալիք անելիքները սահմանելու հնարավորություն է։ Արարատ բանկը շարունակելու է գերազանցել սեփական նշաձողը տնտեսական ու արժեքային առումով Հայաստանը նոր մակարդակի հասցնելով։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Հասատրյան, Ռադիոլուր։